Անվաճապետ, թույլ տակ առիթ օգտագործելով, էլի որտեվ երեկվանից բարձրացում են հարցը, հենց սպառողներին առաջով, ինչ է գազի գինը թանկացել, գազի գնի թանկացման կապով առողջության նաև հեղուկ գազի գնի մասին է խոսքը։ Հեղուկ, որ գազի բաներում վաճառվում է, եւ այսօր մի որոշակի թերթեր դրան անդրադարձել են, սա ինքը սովորական process է, որը ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում եւ որևէ արտառոց բան չկա, որովհետեւ կապել էին որոշակի հանգամանքները բենզինի գնի էժանացման հետ, որ թանկացնում է, որպեսզի դրա վաճառ կապովի, ինքը ընդհանրապես ճանապարհային Հասկացա, այդ ինչ տրամաբանությունն է բենզինի գինի Երեկվանից, այո, այդպես մեծ աղմուկ է բարձրացնում, որ իհարկե ու այսօր դրա տարածումը շատ եղավ, մենք հստակ պարզաբանում ենք տվել, այսօր այդ առիթ օգտագործում, որ ամեն տարի լարսը, երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են եւ ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում, սովորական process-ը ապրիլ-մայիս ամիսին էժանա դեկտեմբեր ամսին թանկ է եւ այստեղ որևէ ինչ-որ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Դե այն ինչ որ նկարագրեցիք արդեն լուրջ խնդրեմ է, հարցը այդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի տարածաշրջանային մեր հենց իմ նիստի սկզբում իմ ասած հարցի լուծման համատեքստում պետք է այդ հարցը լուծվի։ Եվ որպեսզի էլի մենք Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, այստեղ է հարցը, այսինքն պետք չի այդտեղ շատ բան փնտրել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի, որ ասում եք ամեն տարի դեկտեմբերին կլինի, մյուս տարի չէ, այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք։